Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-ամյակին նվիրված Zoom հանդիպում։ Վիլուրբան Շուշի, միակ բարեկամության խարտյան զոր ֆրանսական պետության երբեք չհաջողեցավ ամբողջությամբ վերացնել Արմենակ Աբրահամյան։ Բաքվի վարչագահը հայկական ժառանգության խեղաթյուրումը միջազգային հանրության կներկայացնե որպես օրինական գործողություն։ Միջազգային հարաբերություններն ու հայկական իրավունքներու պայքարը Արմենակ Աբրահամյան։ Շուշի անհերքելի փաստեր, արևմտահայերեն ու միջսերունդային փոխանցման ընդհատումը, ցեղասպանությունը չի գրնար մորցվել, բայց նաև չի գրնար նսեմացվել, որ սոմեջ կայացավ համաժողով նվիրված Օսմանյան գարչության հայ ճարտարապետներուն։ Մայիս 9-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային սահմանադրության ընդունման 10-ամյակին նվիրված Zoom հանդիպում։ Ելույթներով հանդես եկան Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ բարոն Արմենակ Աբրահամյան, ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան, ազգային խորհրդի փոխնախագահ Դիգին Լիդիա Մարգոսյան, ինչպես նաև այլ pedagogan ու հասարակական գործիչներ շեշտելով սահմանադրության կարևորությունը որպես ազգային ինքնության, բնիկ ժողովրդի իրավունքներու եւ pedagogan շարունակականության հիմք։ Մասնագետները նշեցին, թե սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ նաև հայ ժողովրդի ինքնորոշման, արդարության եւ պատմական հիշողության խորհրդանիշ։ Անոնք անդրադարձան նաև մայիս 9-ի նշանակության որպես հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ ազգային պայքարի օր։ Հանդիպան ընթացքին հիշադակվեցան հայ ազատամարտիկներն ու ազգային իրավունքներու համար պայքարած հայրենիները։ Ելույթներուն մեջ շեշտվեցավ, որ Արևմտյան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հիմնված է միջազգային իրավունքի եւ ինքնորոշման սկզբունքներուն վրա։ Վերջավորության մասնագետները վերահաստատեցին ազգային միասնության, արդարության եւ խաղաղ pedagoganության գաղափարը, շնորհավորելով հայ ժողովուրդը սահմանադրության 10-ամյակին առիթով։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյան գկրե Վիլուրբանի եւ Շուշիի միջև ստորագրված բարեկամության խարտյո պատմությունը դարձավ ֆրանսական pedagogan դիվանագիտության եւ դեղական ինքնակառավարման ինքնավարության բախման ամենախոսուն օրինակներեն մեկը։ Խարտյանը ստորագրված էր 2015 թվականի մայիս 18-ին հայրու ցեղասպանության 100-ամյակի ընթացքին։ Անոր նպատակն էր զարգացնել մշակութային, գրթական եւ մարդկային համագործակցությունը երկու քաղաքներուն միջև։ Այդ ժամանակ ֆրանսական պետությունը ովևէ թադական գործընթաց չէր նախաձեռնած խարտյոթեմ։ Սակայն 4 տարի անց Խարտյան դարձավ այն իրավական արշավին հիմնական թիրախներեն մեկը, որ ուղղված էր ֆրանսական համայնքներու եւ Արցախի քաղաքներուն միջև գնկված համաձայնագիրներուն թեմ։ Այնուամենայնիվ, ի դարբերություն մյուս նման գործերուն, Վիլուրբանի բարակային ֆրանսական պետությունը չգրցավ հասնել խարտյո ուղղակի չեղարկման։ Խարտյանը ստորագրված էր Վիլուրբանի այն ժամանակվան քաղաքապետ Ժան-Պոլ Պրեի գոմե Արցախի ներկայացուցիչներու ներկայությամբ։ Բնակրին մեջ հստակ կերպով նշված էին խաղաղության, մարդու իրավունքներու, ժողովրդավարության եւ հայ ժողովրդին հետ պատմական գաբերու գաղափարները։ Դարիներ շարունակ ովևէ թադական վիճարկում տեղի չունեցավ։ Հետագային թադական գործընթացին ընթացքին ի հայտ եկավ կարևոր հանգամանքը։ Ռոնի պրեֆեկտը ընդունած էր, թե խարտյո գոյության մասին տեղեկացված էր դեռ 2016 թվականի փետրվար 22-ին։ Սակայն այդ ժամանակ ոչ մեկ թադական գործընթաց սկսած էր եւ խարտյո չեղարկման բանջալ ներկայացված չէր։ Ավելին, ըստ Վիլուրբանի քաղաքապետարանին հրապարակած նամակին, պրեֆեկտուրան այն ժամանակ արձանագրած էր, թե համաձայնագիրը ներկա պայմաններուն մեջ ովևէ իրավական հետևանք չի առաջացներ, ուստի թադական քայլեր չեն նախադեсվիր։ Այս հանգամանքը հետագային դարձավ վճռորոշ փաստարկ։ 2019 թվականին սկսյալ ֆրանսական պետությունը արմատապես փոխեց իր մոտեցումը։ Այս փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ աջած էին Արցախի հարցին շուրջ դիվանագիտական ճնշումները, իսկ ֆրանսական շարք համայնքներու դեմ արդեն ներկայացված էին հայցեր։ Միաժամանակ կառավարական շրջափերական մը հիշեցներ դեղական միջազգային համագործակցություններու սահմանափակումները։ 2019 թվականի հոկտեմբեր 18-ի դատավճիռը դարձավ այս պատմության եզակի դեպքերեն մեկը։ Լիոնի վարչական դատարանը արձանագրեց, թե պրեֆեկտը խարտյո մասին տեղեկացված էր դեռ 2016-ին, սակայն հայցը ներկայացուցած էր միայն 2019 թվականի օգոստոսին օրենքով սահմանված ժամկետեն շատ ուշ։ Այսպիսով խարտյո ուղղակի չեղարկման պահանջը ջանցվեցավ անընդունելի ժամկետի ուշացման պատճառաբանությամբ։ Վիլուրբանի խարտյան դատարանին կողմէ ուղղակիորեն չչեղարկվեցավ։ Այնուամենայնիվ դատարանը ընտրեց միջանկյալ լուծումը, համարելով, թե քաղաքապետին կողմէ 2019 թվականին խարտյան չեղարկելու մերժումը նոր վարչական որոշումն էր, որ գրնար առանցին կերպով վիճարկվել։ Հարգելի հայրենագիտներն ամբողջությամբ կարելի է կարդալ մեր պաշտոնական կայքեն։
Շուշիի 19-րդ Թարու Սուրբ Ամենապրգիչ Ղազանցեզոց հայկական եկեղեցին 2020 թվականի պատերազմի օրերուն Ադրբեջանի գանխամտածված գրքնագի ռմբակոծումեն յետ վերականգնման քողի դակ ցեվախեղված եւ խեղաթյուրված է խախտելով գառույցի բաբանության միջազգային չափանիշները, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գոմե սահմանված մշակութային արժեքներու բաբանության էության եւ ամբողջականության սկզբունքները։ Ադրբեջանի կործատրած ջանքերը իրականության մեջ ոչ թե բազմագրոնություն են, այլ հայկական ինքնության ոչնչացում, շրջաններեն հայկական հետքերու մաքրում եւ հայկական գոյության ժխտում։ Վերջին օրերուն դեղի ունեցած միջազգային քաղաքական զարգացումները, հատկապես եվրոպական հարթակներու վրա գազմագերբված քաղաքատնաժողովները, անգամ եւս ցույց տվին, թե հայկական հարցը կշարունակե մնալ ոչ միայն դարաճաշրջանային, այլև միջազգային քաղաքական օրագարկի կարևոր բաղադրիչներեն մեկը։ Հայության իրավունքներուն, Արցախի աբակային, ազգային ինքնության եւ պետականության շուրջ ընթացող գործընթացները խորապես կապված են միջազգային հարաբերություններուն, դիվանագիտական պայքարին եւ աշխարհաքաղաքական շահերուն հետ։ Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյան ընդգծեց, թե հայ ժողովուրդը կանգնած է պատմական կարևոր շրջադարձի առջև։ Անոր խոսքով այսօր անհրաժեշտ է ավելի ստապ եւ իրաբաշտ կերպով գնահատել այն քաղաքական գործընթացները, որոնք կծավալին շրջանին մեջ եւ որոնց անմիջական հետևանքները կգրե ամբողջ հայությունը։ Ան իր ելույթին մեջ հadoop անդրադարձ կատարեց եվրոպական քաղաքական հարթակներու վրա դեղի ունեցած վերջին հանդիպումներուն, որոնց մասնակցած էին շուրջ 40 պետություններու ներկայացուցիչներ։ Ան նշեց, թե այդ հավաքները միայն քաղաքական կամ տնտեսական նշանակություն չունին, այլ ուղղակիորեն գարնչվին նաեւ մարդու իրավունքներու, միջազգային իրավունքի եւ դարաշրջանային անվտանգության հարցերուն։ Արմենակ Աբրահամյան շեշտեց, թե անոնք փոխկապակցված են նաեւ մարդու իրավունքներու եվրոպական դատարանի գործունեության հետ, ուր ներկայացված են բազմաթիվ հայցեր կապված Արցախի հայության իրավունքներու խախտումներուն հետ։ Ըստ ելույթին, այդ փողոցներուն ընդունումը կարևոր քաղաքական եւ իրավական նախադեպ մնե, հատկապես այն պայմաններուն մեջ, երբ եվրոպական որոշ շրջանակներ արդեն սկսած են խոսիլ արցախահայության վերադարձի իրավունքին մասին։ Միաժամանակ ան ընդգծեց, թե որոշ երկիրներ կշարունակեն առաջնորդվել իրենց սեփական աշխարհաքաղաքական շահերով, հաջող շրջանցելով պատմական արդարության եւ միջազգային իրավունքի սկզբունքները։ Ելույթին առանցքային նյութեր են մեկը ռեալ պոլիտիկի քննադատությունն էր։ Ըստ Արմենակ Աբրահամյանի, միջազգային քաղաքականության մեջ հաջող կստեղծվին արհեստական իրավիճակներ, որոնց նպատակն է փակել ցեղասպանություններու, բռնակախտերու եւ պատմական անարդարություններու հարցերը առանց իրական լուծումներու։ Անոր համոզումով հայկական հարցին շուրջ տարիներ շարունակ իրարգված է ճիշտ այդ քաղաքականությունը։ Ճանաչումներ կատարված են, հայտարարություններ ընդունված են, սակայն միաժամանակ փորձ կատարված է զրկելու հայությունը իրավական բանջարդիրութենե եւ վերադարձի իրավունքեն։ Հատկապես քննադատության ենթարկվեցավ այն մոդեցումը, ըստ որուն ցեղասպանության ճանաչումը կներկայացվի որպես վերջնական նպատակ։ Ելույթին մեջ նշվեցավ, թե միայն ճանաչումը բավարար չէ, եթե անիկա չուղեկցվի պատասխանատվության, հատուցման եւ պատմական արդարության վերականգնման գործընթացով։ Արմենակ Աբրահամյան ձանր եւ ցավալի գնահատական տվավ նաեւ Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձություններուն, զանոնք դիտարկելով որպես հայկական պետականության թեմ ուղղված շարունակական քաղաքականության մաս։ Ըստ անոր վտանգված է ոչ միայն Արցախը կամ Արևմտյան Հայաստանը, այլ ամբողջ հայկական պետականության աբական։ Ան շեշտեց, թե խաղաղությունը չի կրնար գոյություն ունենալ առանց ազգային անվտանգության, հզոր բանակի եւ ինքնիշխան պետական համագարկի։ Ըստ ելույթին վերջին տարիներուն հայկական պաշտպանական համագարկին թույլատրումը լրջագույն վտանգ ստեղծած է ամբողջ շրջանին մեջ հայության գոյության համար։ Արմենակ Աբրահամյան նշեց, թե հայության աբական չի կրնար կառուցվել միայն արտաքին ուժերու հույսին վրա։ Լուծումները պետք է ծնին հայ ժողովրդին ներսեն ազգային ծրագիրներու, կրթության, մշակույթի, իրավական պայքարի եւ պետական մտածողության միջոցով։ Ելույթին ավարտին ան առանձնահատուկ կերպով շեշտեց մայիսյան հաղթանակներու խորհուրդը։ Նշվեցավ, թե մայիս ամիսը հայության համար ոչ միայն հիշողության, այլ նաեւ պայքարի, վերածնունդի եւ պետական կամքի ամիս մնե։ Ան հատուկ կերպով հիշադակեց Շուշին որպես ազգային թիմադրության եւ արժանապատվության խորհրդանիշ։ Ան գոչ ուղեց շարունակելու պայքարը հանուն հայկական իրավունքներու պաշտպանության, անկախ միջազգային ճնշումներեն եւ քաղաքական պայմանավորվածություններեն։ Մեր պայքարը պիտի շարունակվի, որովհետեւ հայ ժողովուրդը իրավունք ունի ապրելու իր հայրենիքին մեջ, պաշտպանելու իր պատմությունն ու իր պետականությունը, եզրափակեց իր ելույթը Արմենակ Աբրահամյան։ Վավերագրական փեմատրիչ Գևորգ Տեր-Ղազարյան 6 տարի աշխատած է Շուշի անհերքելի փաստեր փաստավավերագրական շարժանկարին վրա։ Ան նյութեր հավաքած է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի եւ Երևանի արխիվներեն բազմիցս ընդհատված դժվար աշխատանքի ընթացքին, համաճարակին, պատերազմին եւ Արցախի շրջափակման պատճառով։ Փեմատրիչը կպատմե, թե շարժանկարին գաղափարը ծնած է դակավին 2019-ին Շուշիի հանդեպ իր անձնական կապվածություններն եւ պատմական ուսումնասիրություններեն։ Ֆիլմը ներկայացված է Մոսկվայի մեջ, իսկ Երևանի
Բեդագանի առաջին ցուցադրությունը դեղի ունեցած է Գինոիդան մեջ դիալոգ կազմակերպության աջակցությամբ։ Ան ունի պատմաճանաչողական եւ գիտական բնույթ, ընդգրկելով Շուշիի տարբեր պատմական շրջանները։ Ֆիլմը կպատրաստվի ներկայացվելու 3 լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Արևմտահայերենը այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առաջ միջսերնդային փոխանցման թուլացման պատճառով։ Շատ ընտանիքներու մեջ մայրենին այլևս չի դառնար առօրյա հաղորդակցության հիմնական միջոց, որուն հետևանքով լեզուն աստիճանաբար դուրս կմղվի կենցաղեն։ Ընկերալեզվաբանական ուսումնասիրությունները ցույց կտան, թե այս երևույթը կապված է պատմական, ընկերային եւ տնտեսական գործոններու հետ։ Շատ ծնողներ նախապատվություն կտան ավելի օգտակար նկատվող լեզուներուն գրթության եւ աշխատանքի նպատակներով։ Մասնագետները կշեշտեն, թե մայրենի լեզվի գորուստը միայն լեզվական փոփոխություն չէ, այլ նաև ինքնության, մշակութային հիշողության եւ համայնքային գաբերու թուլացում։ Ջոշուա Ֆիշմանի համաձայն լեզվի պահպանման ամենակարևոր վայրը դունն է, քանի որ լեզուն բնականաբար ընտանիքի մեջ կփոխանցվի երեխաներուն։ Այսօր արևմտահայերենը տարբեր շրջաններու մեջ տարբեր վիճակի մեջ է։ Որոշ վայրերու մեջ տակավին պահպանելով բնական խոսակցական միջավայր, իսկ այլ վայրերու մեջ կանգնած է աստիճանական նահանջի վտանգին առջև։ Արևմտահայերենի աբական ըստ լեզվաբաններու գախված է ոչ միայն գրթական ծրագիրները կամ հաստատությունները, այլ առաջին հերթին ընտանիքի ներսը լեզվի կենդանի գործատուտենեն։ Օհանես Քլեչտաղը ագոսի մեջ հրաբարակված իր հոդվածին մեջ անդրադարձած է հայրու ցեղասպանության հիշողության, քաղաքականության եւ Հայաստանի ներկա դիրքորոշումներուն շուրջ քննարկումներուն։ Ան կշեշտե, թե ցեղասպանությունը պետք է վերածվի քաղաքական շահարկման գործիքի, բայց նաեւ չի կրնար ներկայացվել որպես բնական պատմական հետևանք։ Հեղինակը կքննարկե Հայաստանի վարչապետին վերջին տարիներու ապրիլ 24-ի ուղերձներուն մեջ նկատվող ավելի մեղմ լեզուն, զայն կապելով Թուրքիո հետ հարաբերություններու ղեկավարման փորձերուն։ Ըստ իրեն, խաղաղության եւ գայունության ցկտումը հասկանալի է, քանի որ Հայաստանը չի կրնար մշտական հագամարտության պայմաններու մեջ ապրիլ։ Սակայն ան կշեշտե, թե գոյություն ունի սահման, որ չի կրնար անցնել ցեղասպանության պատմական եւ փարոյական նշանակության նվազեցումը։ Քլեչտաղի համաձայն ապրիլ 24-ը նախ եւ առաջ պետք է մնա հիշադակի, սուքի եւ պատմական արդարության պահանջի օր, ոչ թե քաղաքական մրցակցության կամ արտաքին շահերու ծառայող հարթակ։ Հոդվածին մեջ ան նաեւ կնշե, թե հայրու ցեղասպանությունը միայն անցյալի պատմական հարց չէ, այլ հայ ժողովրդի ներկայության, ինքնության եւ հավաքական հիշողության կարևոր բաղադրիչ։ Անոր աստեցությունը ըստ հեղինակին մինչեւ այսօր զգալի է աշխարհի տարբեր երկիրներուն մեջ ապրող հայրու կյանքին եւ հոգեբանական վիճակին վրա։ Հեղինակը գեզրափակ է, թե կարելի է կառուցել խաղաղ հարաբերություններ հարևաններու հետ, բայց ոչ պատմական հիշողության եւ զոհերու արժանապատվության հաշվին։ Մայիսի 11-ին Բոլսո մեջ տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Օսմանյան կայսրության մեջ հայ ճարտարապետներու, ինժեներներու եւ ամիրայական դասի դերակատարության։ Գլխավոր բանախոս էր ֆրանսաբնակ պատմաբան Օնիկ Ժամգոչյան, ով երկար տարիներ ուսումնասիրած է օսմանահայ պատմությունը եւ միջերկրագանի աշխարհը։ Ան 1993-ին արժանացած է Ֆրանսիայի մշակույթի նախարարության արվեստի եւ քրագանության ասպետի շքանշանին։ Գազագերբիչները շեշտեցին, որ նման նախաձեռնությունները կնպաստեն մշակութային հիշողության պահպանման եւ հայ մտավորականներու ժառանգության փոխանցման։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։